Բադվարժան նախագահ, ազգային ժողովի մեծարգո նախագահ եւ հարկերի պատգամավորներ, հայկական լեգիոնի կազմավորումը 1919 փետրվար 1-ին ու Արևմտյան Հայաստանի կառավարության ստեղծման օրը 2011 փետրվար 4-ին երկու կարևոր իրադարձություններ, որոնք իրար մի 92 տարվա հեռավորություն ունին, ոչ միայն օրերու տեսակետ են իրար մոտ, այլ նաև իրար հետ փոխադարձ ծափար կապված եւ նույն արդար թադի շարունակություն են։ Սիրելի ընկերներ, բարեկամներ, ազգերու պատմությունները գրված են ընդհանրապես սորավարներու հաջողություններու ուժի կիրառման պարզապես նյութական արժեքներու հիման վրա։ Մինչդեռ պատմությունը պետք է գրվի բարոյական հիմքերու վրա, թեփքերու դիեզերական օրենքներու հետ ունեցած կապի բացատրությամբ։ Հաղթանակ որակված են նոր տարածքներու ձեռքբերումները, ուրիշներուն յանքին ու ունեցվածքին եւ մշակույթին դրանալը, որոնք իրականության մեջ արժանի են գնահատման իբր գողություն, բռնություն, թուլություն, ստորություն։ Յուրաքանչյուր գործողության համար պետք է հարց դրվի, թե այս մեկը համահունչ չէր դիեզերքի օրենքներու հետ։ Արդյոք այսինչ պետությունը բարոյական իրավունք ուներ նման գործարքի համար։ Հաստատ է սակայն այն իրողությունը, որ անտեսելով բարոյական օրենքները, ինչ որ ձեռքբերում հիմա կամ շրջանի համար իբր հաջողություն գերեվա, ենթակա է գործանման։ Ուստի մենք չենք կրնար նույն ռազմավարությունը յանքի կոչել։ Հոգևոր արժեքներն հերացած կառավարում կդառնա կորձիկ բարակույրի յետևի ուժերուն ու պետության կտանի այլասերման ու աղետներու։ Տեսեք, ինչ կամ պատասխանատու է կառավարության գործունեությունը։ Վստահ եմ, որ Արևմտյան Հայաստանի կառավարությունը գիտակից է խորքային գիտելիքներու կառավարության, անոնց կիրառումը ապակա աշխատանքներու մեջ։ Տարածված այդ բնդումը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։ Ուրեմն մենք գիտակցելով մեր բնիկությանը, նույնպես գիտակցենք խորքային գիտելիքներուն ու մեզ զարգացնենք, բարելավենք մեր բարոյական վարքը, հոգևորի մեջ բնդրենք ճշմարտությունը։ Նույնպես կառավարությունն ալ պետք է ուղղորդի իր ազգին, կազմակերպի իրենց դաստիարակությունը։ Բնիկ ազգը իր կառավարությամբ ձեռքի իրար արժանի դառնանք ճշմարտության հիմքի վրա արդարության պահապանները։ Այս առումով ամենայն բարիք Արևմտյան Հայաստանի կառավարության անխափան գործունեություն։ Մենք ճիշտ գործենք, արդյունքը Աստուծո է, ի գործ։ Շնորհակալություն ուշադրության համար։